եւ հացադուլի հանգամանքներով պայմանավորված հետևանքներ են առաջացել, որոնց մասին արդեն ավելի մանրամասն խոսի պարոն Մելիքյանն։ Շատ լավ, ես հիմա արդեն հիվանդության եւ հացադուլի այս զուգորդված իրականության մասին խոսեմ։ Երեք ես լայվի ռեժիմով եմ դրա մասին խոսել, հիմա այս ձևաչափով։ Տեսեք, խնդիրները բնականաբար մանրամասներ չեմ կարող բժշկական հայտնել, բայց խնդիրները արձանագրված են եւ քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ում արդեն փաստաթղթերը առկա են համապատասխան։ Խնդիրները սկսվել են վաղուց, իմ պատկերացմամբ, իմ ընկալմամբ դա եղել է խնդիրները առաջացել են առաջին կալանավորման շրջանում 2024 թվականին։ Հետո ես տեղակ էի, նաև որպես ընտանիքի հարազատ, տեղակ էի, որ Նարեկը պատրաստվում էր վիրահատվել դեկտեմբերի ամսին էր նախատեսված դա, նաև ինչ-որ առումով փորձում էր այնպես անել, որ իր հանրային գործունեությանը շատ չխոչընդոտի, որտեղ ինքը բավական տևական պրոցես կարող էր լինել, եւ վերջապես դեկտեմբերին նշանակվեց, մենք էլ ուրախացել ենք, որ առողջական խնդիրները կարգավորի, որովհետեւ առողջական խնդիրները ինչքան շուտ կարգավորես, այնքան հետևանքները ավելի քիչ կլինեն, դա դասագրքային ճշմարտություն է։ Դեկտեմբերին էր պլանային նախատեսված։ Բայց ոնց որ ասում են, շաբաթ-ուրբաթից շուտ եկավ եւ նոյեմբերի 13-ին բացարձակ ապօրինի Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվեցին եւ հետո կալանավորվեցին։ Արդեն այս նոր կալանքի ընթացքում խնդիրները ավելի սրվեցին եւ ես դրանց մասին տեղեկացա 2025 թվականի վերջին օրերին 26-ի սկզբին։ 26-ի կարելի ասել հենց առաջին իսկ օրը, հունվարի 1-ին։ Եվ քննարկեցինք Աստղիկի հետ էլ, մեր գործընկերների հետ էլ, որոշեցինք, որ առաջին իսկ աշխատանքային օրը պետք է դրա մասին տեղեկացնենք դատապարտյալների ներողություն, քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ին, իդեպ կարճ ասեմ, որ այս կառույցը դուրս է քրեակատարողական համակարգից, իրենից ներկայացնում է առանձին կառույց եւ առողջապահության նախարարության ներքո է գտնվում, այլ ոչ թե արդարադատության։ Մենք որոշեցինք, որ առաջին իսկ աշխատանքային օրը պաշտոնապես տեղեկացնենք կառույցին եւ նաեւ նախապես խոսելով իհարկե բուժող բժշկի հետ միջնորդենք, դա մեր իրավունքն է, որպեսզի նրանք թույլատրեն բուժող բժշկի այցը եւ զննությունը։ Դա կատարեցինք հունվարի 5-ին, առաջին աշխատանքային օրը։ Ես ուզում եմ հատուկ նշեմ, որտեղ սա իմ անձնական փորձառությունն է, իսկապես մենք գործ ենք ունեցել, եթե բժիշկների մասին ենք խոսում, մենք գործ ենք ունեցել մարդկանց հետ, ում հետ ես շփվել եմ, որևէ մեկից որևէ բողոք չկա։ Մարդիկ եղել են պրոֆեսիոնալ, մարդիկ եղել են սրտացավ։ Եվ նույն ժամկետների հետ կապված ասեմ, որ չենք կարող մեղադրել տենց շատ ուշացնելու մեջ, որտեղ ամսի 5-ին դիմումը մուտքագրեցինք, առանձին խոսեցի, նշեցին, որ լրացուցիչ փաստաթղթեր են պետք արագացնելու համար, դրանք ամսի 7-ին մուտքագրեցինք, բայց ես հատուկ ասեմ, որ ես կարծում եի, որ սրա կարիքը չէր լինի, ուղղակի տենց հաճախ են լինում, որ փաստաբանները ինչ որ քայլեր են անում, որի կարիքը չի լինում, որտեղ մենք նորից ասեմ, վստահ ենք, որ ամսի 9-ին Նարեկը հայտնվելու է տանը առնվազն տնային կալանքի պայմաններում, դա վատագույն տարբերակներ, որ մենք քննարկում էինք, որտեղ վերաքննիչը արդեն տնային կալանքի մասին խոսել էր նոյեմբերի 13-ի դրությամբ, եւ այս որոշումը երբ ամսի 9-ին կայացվեց, մենք այսպես ստիպված եղանք մեր արդեն իսկ ներկայացված փաստաթղթերով սկսված գործընթացը առաջ տանել։ Ըստ կարգի Նարեկի բժիշկը, որի մոտ ինքը բուժում էր անցնում, թույլատրեցին այցելեց, նաև բժշկի գրաֆիկին համապատասխանեցնելու առումով այդտեղ մեկ օր, այդ 10 օրից մեկ օրը մեր վրա էր, որտեղ նա թույլատրությունը կար արդեն երկուշաբթի օրը։ Երկուշաբթի օրը կար, երեքշաբթի օրը նախատեսված էր այցելություն, բայց չհաջողվեց, չորեքշաբթի օրը այցելեց։ Չորեքշաբթի օրը այցելեց եւ ընտանիքի անդամներից ես տեղեկացա եմ, որ եւ նաեւ բժիշկներից տեղեկացա, որ բավական արագ, ես հիմա տերմինների մեջ չեմ ուզում մտնեմ, այստեղ բժշկական տերմիններ կան, կարող է ինչ-որ մի բառ ասեմ, որ այնքան էլ
այսպես ճիշտ չլինի, բայց ամեն դեպքում այսպես կենցաղային լեզվով ասեմ, որ բժշկի համոզմունքն այն է, որ օր առաջ պետք է կատարվի այդ վիրահատությունը։ Այնտեղ տերմին կա, որը նշանակում է, որ եթե դա գրվում է, ուրեմն պետք է անմիջապես կյանքին անմիջական վտանգ է սպառնում եւ դա նշանակում է անմիջական ուրեմն ներգրավում, կյանքին անմիջական վտանգ եւ դրանից մի խազ կարող եք վերև համարել, այսպես ասենք։ Բայց հնարավորինս արագ, որովհետեւ ամեն օր այս առողջական խնդիրը ավելի է խորանում։ Ինչու՞։ Որովհետեւ հացադուլը, այս էլի ես բժիշկների հետ եմ խոսել, հացադուլը նպաստում է հիվանդության խորացմանը, իր հերթին հիվանդությունը նպաստում է հացադուլի ընթացքում հյուծման արագացմանը։ Այս փոխադարձ այս խնդիրը կա։ Ես երեք եմ խոսել բժիշկների հետ արդեն արմավիր քրեակատարողական հիմնարկում, դա իմ կողմից նշված պոակի առանձին ստորաբաժանում է։ Նորից նշեմ, որ որևէ բողոք ես չունեմ, շատ մանրամասն, շատ բոլոր իմ հարցերին պատասխանել են, նշել են, որ պետք է լրացուցիչ հետազոտություններ անցկացնեն, 3 լրացուցիչ, առնվազն 1 հետազոտություն էին անցկացնում, արել են, չէ՞։ Լրացուցիչ հետազոտություններ անցկացնեն եւ նշեցին, որ ընթացակարգով առնվազն 10 օր տևելու է։ Ես սա չեմ հասկանում, անկեղծ ասած, որովհետեւ օքեյ, ասենք թե այդ ընթացակարգերը կան, բայց չէ որ այստեղ խնդիրն այն է, որ ամեն մի օրը հաշիվ կարող է լինել։ Եվ մենք նաև սրա մասին ենք խոսում։ Առանց կոնկրետ մեղադրելու մարդկանց հանրային ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքի, որ մենք գործ ունենք քաղբանտարկյալի հետ, այս բային միակ քաղբանտարկյալն է, որ հացադուլի մեջ է գտնվում, որը ունի լուրջ առողջական խնդիր, առողջական խնդիրը առաջացել է վաղուց, այնպես չի որ մենք հիմա ենք սրա մասին բարձրաձայնում, դրա մասին պաշտոնապես հայտնած չենք եղել, հայտնել ենք, ես արդեն նշեցի, եւ ամեն մի օրը հաշիվ է։ Սա հանրային սեփականություն պետք է դառնա այս խնդիրը եւ մենք այս իմ կողմից ներկայացրածի հիման վրա որոշակի նաև ակնկալիքներ ունենք հանրությունից։ Առաջինը մենք ակնկալում ենք, որ մեր հանրությունը լայն առումով ուշադրության կենտրոնում պահի այս հարցը։ Սա շատ կարևոր է, որովհետև ցանկացած մեկը կարող է նարեկի կարգավիճակով հայտնվի ցանկացած օր։ Մարդը իրականացնում է իր հանրային գործունեությունը, դրա համար ձերբակալվում, կալանավորվում է, ուղիղ մեղադրանքում նշում են հետույք բարի համար, ուղիղ, դա ուղիղ մեղադրանքում կա, այլ բան չկա։ Հետո էլ առողջական խնդիրներ, հետո էլ կալանքի երկարացում բացարձական հիմն մեր համոզմամբ, հացադուլ, առողջական խնդիրների խորացում եւ հիմա մենք կանգնած ենք այս հարցի առջև, թե ինչքան արագ դա հնարավոր կլինի կազմակերպել։ Մեր պատկերացմամբ դրան կարող է նպաստել նաեւ հանրային ուշադրությունը։ Նաև բժշկի հետ մեր խոսակցությունը, ես հիմա չեմ ուզում սա պաշտոնական համարել, որտեվ թղթաբանություն տակը չկա, բայց ամեն դեպքում նախնական գաղափարն այն էր, որ մինչև հացադուլից դուրս չգա, հիվանդանոց տեղափոխելը նպատակահարմար չէ, որովհետև որոշակի շրջան է, մի քանի օր է պետք, որպեսզի անձը հացադուլավորը կարողանա այն ֆիզիկական վիճակի բերվել, որ հնարավոր լինի վիրահատությունը։ Ես Էլի եմ խորհրդակցելու բժիշկների հետ, բայց իմ համոզմամբ այդ շրջանը շատ ավելի արդյունավետ կարող է անցնել հենց հիվանդանոցում։ Հենց հիվանդանոցում, այլ ոչ թե քրեակատարողական հիմնարկում։ Ես կարծում եմ, որ սա դժվար է վիճարկել։ Առավել եւս ասեմ, որ Նարեկ Սամսոնյանը շատ վճռական է տրամադրված իր հացադուլի մասով եւ ես հույս ունեմ, ես ուղիղ ասեմ այսպես, ես հույս ունեմ, որ եթե նա հիվանդանոցում հայտնվի, այդ ժամանակ իսկապես հնարավոր կլինի նրան համոզել, որպեսզի նա հացադուլը դադարեցնի այդ պայմաններում։ Նշեմ, որ առողջական վիճակի հետ կապված հարցերը օր-օրի սրվելու են, անխուսափելիորեն, թե հացադուլով պայմանավորված, թե իր բուն առողջական խնդրով պայմանավորված, եւ մենք հարմար գտանք հիմա դրա մասին բարձրաձայնելու։ Ես վատ բան եմ ասում, բայց ես ունեմ շատ վատ փորձ եւ այդ փորձը ինձ ողջ կյանքում հետապնդել է եւ հետապնդելու է։ Իմ կողքին քաղբանտարկյալ եմ մահացել։ Արմեն Գրիգորյանը լուսահոգի։ Եվ ես հասկանում եմ, որ առողջական խնդիրների մասին խոսելիս մեկ այն ժամանակ առողջական խնդիրների մասին մեզ
ոչ մեկ տեղակ չէր ողել։ Նա ասում էր ես բժիշկ եմ, ես դա իմ խնդիրներն են։ Բայց ես հասկանում եմ, որ այստեղ ես ունեմ, այսպես ասենք, մի բան էլ ավել պարտականություն։ Եվ անկախ դրանից Նարեկի ինչպես կվերաբերվի այս հարցին, որ մենք սա բարձրաձայնում ենք եւ հանրության սեփականությունն ենք դարձնում, ես դա անում ենք հիմա եւ բնականաբար պետք է անենք։ Սա լուրջ խնդիր է։ Առաջին քաղբանտարկյալի հետ կապված, երկրորդ հացադուլավոր քաղբանտարկյալի հետ կապված, երրորդ առողջական լուրջ խնդիր ունեցող քաղբանտարկյալի հետ կապված։ Դրանցնելու բան ունենք։ Միայն ուզում եմ ասել, որ